Խաչիկցիները շաբաթօրը կրկին բոլորին հրավիրում են քաղցր հյուրասիրության իրենց հանրահայտ ռեկորդագիր գաթայով։ Այս տարի եւս գյուղի զբոսաշրջային այցեքարտ դարձած գաթայի բաղադրությունն ու տեսքը նույնն են, իսկ չափսը անակնկալ այցելուների համար։ Անցած տարի ունեցել ենք 4 մետր 40 սանտիմետր շարավղով գաթա։ Այս տարի գաղտնիքը պետք է այդ ժամանակ կբացահայտեն գաղտնիքը։ Քաղցրասերներին իր շուրջը համախմբած այս մեծ գաթայի պատառից բացի խաչիկցի կանայք առաջարկում են նաև ավանդական բաղադրատոմսերով անուշեղեն, ինչպես նաև իրենց ստեղծած նոր տեսակները։ Փառատոնն ամեն տարի մեծ իրադարձություն է սահմանամերձ այս բնակավայրի համար։ Ամեն այցելու եւ գնորդ իր ներդրումն է ունենում համայնքային փոքրիկ բիզնեսների զարգացման մեջ, վստահեցնում են փառատոնի հանրահռչակմամբ զբաղվող Արենի հիմնադրամից։ Բոլոր գաթաներ արտադրողների այնտեղ մեր կանանց մոտ պիտակներ են կպցված լինելու եւ այնտեղ լինելու է իրենց հեռախոսահամարը եւ հարգելի հայրենակիցներ, որևէ գաթան, երբ որ դուք հավանեք, դուք ունեք հնարավորություն նորից պատվիրեք եւ արդեն այդ կանայք կամաց կունենան հետո իրենց փոքրիկ բիզնեսը։ Փառատոնը վերականգնել է հին ու մոռացված ընտանեկան գեղեցիկ գաթանախշիկի ավանդույթը։ Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու վարպետաց դասի, ընտրելու որևէ ազգային դետալ եւ տեղում պատրաստելու ստանալ իրենց գաթայի զարդանախշը։ Այդ վարպետաց դասի ժամանակ իրանք են դնում որևէ մի նախշ եւ իմանում են պատմությունը այդ նախշի։ Գյուղացիները մեկ ամբողջ տարի պատրաստվում են այդ օրվան, որպեսզի գաթայից բացի տաղավարները լի լինեն նաև բերք ու բարիքով։ Խաչիկում լուծվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, օրն ու տոնը ավելի հարմարավետ դարձրել հյուրերի համար։ Իդեպ այս օրերին համացանցում տուրօպերատորները ակտիվ վաճառում են փաթեթներ դեպի Խաչիկ եւ հետադարձ Երևան։ Որպեսզի պատշաճ հյուրերին դիմավորեն, դրա փողոցների բարեկարգում սկսած խմելու ջրամատակարարում, լուսավորության համակարգի կառուցում, իհարկե այդ ամեն ինչը համայնքապետարանը եւս մեկ ոնց որ նախապայման պատճառ գաթայի փառատոնը, որ մենք այդ ամեն ինչը կազմակերպենք եւ իրականացնենք։ Սեպտեմբերի 20-ին Խաչիկ միայն գաթա ուտելու եւ գինի խմելու համար չեն հրավիրում։ Ասում են, սա բացառիկ հնարավորություն է թռչնի բարձրությունից հիանալու նորավանքով եւ Վայոց ձորի գեղատեսիլ վայրերով։ Եկեք բոլորդ Խաչիկ եւ տեսեք բնորոշ ավանդական կենցաղը, որը դեռ պահպանվում է դա այդ համայնքներում է։ Փառատոնը կմեկնարկի ժամը 12:00-ին եւ կավարտվի 20:00-ին ազգային երգու պարով։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։